ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է այսքան ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել, ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Հայկական սրբավայրերն ու եկեղեցիները կառուցվել են ադրբեջանական հողերի վրա։ Իրենց տիրոջ երևի պատվերն են կատարում։ Դատելով ադրբեջանական մամուլի ուրախությունից, իրենք այդ մամուլի տերերին են ծառայում։ Մայիսի 30-ի առավոտը բարի չէր իշխանական ընտանիքի գրառումներն ընթերցած օկտատերերի համար։ Անմակարդակ դավաճան։ Սա դուք եք գրել Նիկոլ Փաշինյան։ Երևի միակ ղեկավարն եք ամբողջ աշխարհում, որ այսքան ցինիկ եք։ Դա ավելի քան սրբապղծություն։ Ինչ ասեմ, այդ մարդի մակարդակ է, դա էլ թող է, դա էլ չէ, էլի։ Չէ, էլի։ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը նոր չէ։ 2018 թվականից սկսած իշխանությունը պայքարում է կաթողիկոսից եւ իր քայլերին դեմ արտահայտվող հոգեվորականներից ազատվելու համար։ Այս իշխանություն ունի 3 թշնամի՝ Արցախը, Սփյուռքը եւ հայ եկեղեցին։ Արցախի հարցը լուծել են, Սփյուռքի հարցը գործնականում լուծել են, մնացել է հայ եկեղեցին։ Դուք գիտեք հոգեվորն ինչ է։ Այ քեզ նորություն։ Զուգընկերոջը թևութիկունք է կանգնում Աննա Հակոբյանն ու ԿՊԱ-ական падգամավորները։ Երկրի գլխավոր մանկապերսները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հենց չուլաններում է տեղի ունենում այլասերվածությունը, պնդում է Հակոբյանը։ Իսկ ինչ գիտի։ Իսկ ինչն է բորբոքել իշխանականների զայրույթը։ Օրեր առաջ Կովկասյան բարոմետր 2024-ը վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի Հայաստանում ամենամեծ վստահությունը քաղաքացիների կողմից վայելում է առաքելական եկեղեցին 60%։ Իսկ Փաշինյանին եւ նախարարներին լիարժեք վստահություն հայտնել է միայն 12%, լիարժեք անվստահություն 42%։ Հայ եկեղեցին կմնա գործներին, հայ եկեղեցու հարցը Ստալինը չի կարողացել լուծել, Լենկ Թեմուրը չի կարողացել, եւ շատ ուրիշ հրեշներ, մեծ հրեշներ, սա այս հրեշիկը ինչ է, որ կարողանա հայ եկեղեցու հարցը լուծել իր ուզած ձևով։ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունը միաժամանակ անհանգստացնում է Փաշինյանին ու Ալիևին, նշում է Կարեն Վրթանեսյանը։ Քաղաքական ճակատամարտին ընդառաջ ԿՊԱ-ականները արժեզրկում են բոլոր այն կառույցները, որի շուրջ կարող են համախմբվել քաղաքացիները։ Հանկացած բռնապետ, պետական բոլոր ինստիտուտները, որոնք ինչ որ չափով կարող են, այսպես ասած, հանդիսանալ իշխանության լրացուցիչ աղբյուր կամ հավասարակշռել իր իշխանությունը, ինչ որ հակակշիռ լինել իր իշխանության։ Ինչու նույն ջերմերանդությամբ իշխող ուժը չի պատասխանում Փաշազադեի մայր աթոռն իբր Ադրբեջանին պատկանելու պնդումներին։ Ինչու չի դատապարտում ադրբեջանական վանդալիզմի դեպքերը Արցախում։ Փաշինյանն եւ իր իշխանությունները փոխանակ հիմքեր ստեղծեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը, մեղավորներ են փորձում կանխել։ Եթե հանկարծ եթե մայր աթոռը այս խորհրդաժողովը չկազմակերպեր, հարցակում չէր լինի։ 1700-ամյա առաքելական եկեղեցու շնորհիվ է նաև, որ Հայաստանն այսօր պետականություն ունի, եւ այդ նույն Հայաստանում նույն եկեղեցու դեմ է քարոզտարվում։ Այդ նույն եկեղեցու սպասավորն է արժեզրկվում հասարակությանը եւս մեկ հարցի շուրջ պառակտելու, սև ու սպիտակ անելու, մինչդեռ այդ նույն եկեղեցին գործող իշխանականներից սկսած միասնության կոչ է անում։ Մեկ ազգի հարազատ զավակներն ենք, ամեն բանից վեր, եւ անգախ ամեն տեսակետներից եւ քաղաքական դիրքորոշումներից։ Անի Աբաղյան, Լանա Թորոսյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։